Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Եկեք այսօր սկսենք Հայր Աստծուն փառաբանելով իր իմաստության, իր ընտրության համար։ Հայր Աստված, ամեն փառքերը քեզ ենք տալիս ու գոհանում ենք քեզանից Հիսուս Քրիստոսի համար, քո սուրբ ու միածին որդու համար։ Գոհանում ենք ու փառավորում ենք քո իմաստությունը, որ Հիսուսը աներևույթ Աստծո, Հայր Աստծո պատկերն է մեզ համար, որ Հիսուսը կար բոլոր արարածներից առաջ ու որ Հիսուս Քրիստոսով ամեն բան ստեղծվեց, ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում է և չի երևում, և ամեն բան Հիսուսի միջոցով ու Հիսուսի համար ստեղծվեց, նաև մենք, և քո ցանկությամբ ու ընտրությամբ Հիսուսն է ամեն ինչից առաջ, Հիսուսին ես տվել անուն, որ բարձր է ամեն անունից, ու ամեն ինչ Հիսուս Քրիստոսով է իր տեղում, փառք ու էլի փառք քեզ, Տեր, Աստված, մեր Հայր, Հիսուսի անունով օրհնում ենք քեզ, ամեն։ Իսկ հիմա եկեք անդրադառնանք Ելք գրքի 4-րդ գլխին։ Եվ տեսնում ենք, որ Աստված Մովսեսին հրաշագործության կարողություն է տալիս։ Կարդանք հատվածը։ Մովսեսն ասաց. բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն, որովհետև կասեն, թե Տերը քեզ չի երևացել։ Տերն ասաց նրան. այդ ինչ է քո ձեռքին։ Մովսեսը պատասխանեց. գավազան։ Տերն ասաց. գետնին գցիր դա։ Մովսեսը գետնին գցեց գավազանը և այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ նրա առջևից։ Տերն ասաց Մովսեսին. երկարիր ձեռքդ և բռնիր պոչից։ Մովսեսը երկարեց իր ձեռքն ու բռնեց, և օձը նորից գավազան դարձավ նրա ձեռքում։ Որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը։ Տերը դարձյալ ասաց Մովսեսին. հիմա ձեռքդ տար ծոցդ։ Նա ձեռքը տարավ ծոցը, ապա դուրս հանեց այն, և ահա ձեռքը բորոտ դարձավ, ձյան պես, և ասաց. ձեռքդ դարձյալ ծոցդ տար։ Մովսեսը ձեռքը դարձյալ տարավ ծոցը, ապա հանեց ծոցից, և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել, այսինքն բժշկվել էր։ Եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան մյուս նշանին։ Իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան և քո ձայնին էլ ականջ չդնեն, այսինքն քեզ չլսեն, գետից ջուր վերցրու ու թափիր գետին, և գետից քո վերցրած այդ ջուրը գետնի վրա արյուն կդառնա։ Հայր, փառավորվի քո սուրբ անունը, քո հավիտենական ու ճշմարիտ խոսքի համար։ Թող քո խոսքը մտնի մեր սրտերի մեջ, քանդի մեր մտքերում կառուցված ամրոցները, որ թշնամին օգտագործում է իր կեղծիքը այնտեղ դնելու և իր թույնը, իր սուտը մեր մտքի մեջ անընդհատ ուղարկելու համար։ Ես կտրում եմ այդ բոլոր թելերը Հիսուս Քրիստոսի անունով։ Թող քո խոսքը նորոգի մեր միտքը և արձակի մեր կապանքները։ Ամեն։ Նախկին դասերում խոսեցինք, որ Աստված Մովսեսին ասեց իր անունը, ասեց ինչ ասի նաև իսրայելցիներին։ Ասեց կասես, որ ես եմ իրենց նախահայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածն է ուղարկել Մովսեսին իրենց Եգիպտոսի լուծից ազատելու համար։ Հիմա Մովսեսը շարունակում է խոսել Աստծո հետ ու պատճառներ է բերում, թե ինչու չի կարող անել այն, ինչ Տերն է ասում։ Մովսեսն ասաց. բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն, որովհետև կասեն, թե Տերը քեզ չի երևացել։ Հիշում եք, Ելք
3-րդ գլխի 11-ում Մովսեսը հարցրեց Աստծուն. Ես ով եմ, որ գնամ Փարավոնի մոտ եւ Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից։ Ինչ որտեղ տրամաբանական էր, որ Մովսեսը այս հարցը տվեց, հաշվի առնելով, թե որքան մեծ էր առաջադրանքը, որ Աստված տալիս էր Մովսեսին, եւ այդ ժամանակ ինքը ընդամենը հովիվ էր։ Ու մենք տեսանք, որ Աստված ավելի քան բավարար պատասխան տվեց Մովսեսի այդ հարցին։ Նախկին դասերը լսեք։ Ելք 3:12-ում Աստված ասաց Մովսեսին. Ես քեզ հետ կլինեմ, ու սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ։ Երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն։ Աստծո այդ պատասխանից հետո Մովսեսի յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր խոսք, ներառյալ նաև այս խոսքերը, թե չեն լսի ինձ, կասեն Տերը չի ուղարկել քեզ, ավելի շատ ցույց է տալիս Մովսեսի անհավատությունը, նրա հավատի պակասը, նրա վախերը, նրա անվստահությունը Աստծո հանդեպ, քան այն, որ նա անկեղծորեն փնտրում էր կատարել Աստծո առաջադրանքը։ Նա պատճառներ էր փնտրում խուսափելու այդ առաջադրանքից։ Մովսեսն ասաց, բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն, որտև կասեն, Տերը քեզ չի երևացել։ Ելք 3:18-ում Աստված խոստացավ Մովսեսին, որ Իսրայելի ավագները կլսեն Մովսեսին։ Աստված ասաց. նրանք, այսինքն Իսրայելի ավագները, կլսեն քո ձայնը։ Դու եւ Իսրայելի ավագները կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ եւ կասեք նրան։ Ու երբ Մովսեսը հիմա ասում է, բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն, որտեվ կասեն, թե Տերը քեզ չի երևացել, Մովսեսը ավելի շուտ ասում է կարծես. Տեր Աստված, բա որ դու սխալվես, բա որ քո ասածով չլինի, բա այն ժամանակ ես ինչ անեմ։ Սա ցույց է տալիս անվստահություն, անհավատություն Աստծո հանդեպ, Աստծո խոսքի ու խոստումների հանդեպ։ Այսինքն հիմնվում ենք մենք մեր հասկացողությանը, այլ ոչ թե Աստծո ով լինելու եւ նրա խոստումների վրա։ Լավ էր, երբ Մովսեսը վստահություն չուներ իր կարողության, իր մարմնական ուժի, իր գիտելիքի ու իր ստատուսի վրա, բայց վատ էր, որ նա այդ ժամանակ վստահություն չուներ Աստծո կարողության, Աստծո զորության, Աստծո իմաստության, Աստծո ով լինելու նկատմամբ։ Հաշվի առնելով այրվող ու չսպառվող թուփը, Աստծո ձայնը, որ խոսում էր իր հետ, եւ աստվածային հանդիպումը, Մովսեսի համար տեղ չկար ասելու բայց, ու արի ու տես, որ նա էլ ասում է բայց։ Ուշադիր լինենք ինքներս մեր կյանքում, քանի անգամ ենք ասում բայց, երբ Աստծո խոսքն ենք լսում, կամ Աստծո խոսքն են մեզ քարոզում, Աստվածաշունչն են մեզ բացատրում։ Մեր բայցերը շատ բան են բացահայտում մեր հավատքի մասին, մեր հավատքի պակասի մասին, Աստծո հանդեպ մեր վերաբերմունքի մասին, ու արդյոք մենք վստահում ենք մեր տրամաբանությանը, մեր մարմնին, մեր աչքերին, թե Աստծուն։ Մենք միշտ հակված ենք, երբ Աստված մեզ կանչում է ասել բայց, եւ բայցի միջոցով ներկայացնում ենք մեր բոլոր դժվարությունները, պատճառները ու դրանց շուրջ մեր պատկերացումները, ասում է մեկնաբանը։ Եվ հիմա համբերատար Աստված Մովսեսին նշաններ է տալիս հաստատելու Մովսեսի ծառայությունը, առաքելությունը, որը այն էր, որ Մովսեսը առաջնորդեր Իսրայելի ժողովրդին եւ ազատեր նրանց Եգիպտոսի ստրկությունից։ Մովսեսի վախերը ու անհավատությունն է այստեղ Աստված հասցեագրում։ Եվ առաջին նշանը այն է, որ Մովսեսի ձեռքի փայտե գավազանը Տերը օձ է դարձնում ու հետո նորից փայտ։ Կարդանք առաջին նշանի ողջ հատվածը նախ ու մեկնաբանենք։ Տերն ասաց նրան. այդ ինչ է քո ձեռքին։ Մովսեսը պատասխանեց. գավազան։ Տերն ասաց. գետնին գցիր դա։ Մովսեսը գետնին գցեց գավազանը եւ այն օձ դարձավ։ Եվ Մովսեսը փախավ նրա առջևից։ Տերն ասաց Մովսեսին. երկարիր ձեռքդ եւ բռնիր պոչից։
Նա երկարեց իր ձեռքը ու բռնեց, և օձը գավազան դարձավ նրա ձեռքում, որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը։ Տերն ասաց նրան. այդ ինչ է քո ձեռքին։ Սա արտացոլում է մի գերկարևոր և թանկարժեք սկզբունք այն մասին, թե ինչպես է Աստված օգտագործում մարդկանց։ Աստված օգտագործեց այն, ինչ Մովսեսն ուներ իր ձեռքում։ Մովսեսի ոչխարներ արածացնելու տարիները անօգուտ չէին։ Այդ տարիները կատարած հովվությունը Մովսեսի ձեռքում դրեցին այն իրերը, որոնք նա կարող էր օգտագործել Աստծո փառքի համար։ Ես նախկինում էլ ասել եմ, իմ դեպքում Աստված օգտագործել է անգլերենի իմացությունը և Աստված օգտագործել է կամպյուտեր օգտագործելու իմացությունը իր փառքի համար։ Մեզ տրված ոչ մի բան, ինչ մեր կյանքում սովորել ենք, արել ենք, մեր նպատակների համար չի, այլ Աստծո նպատակների համար։ Դա Աստված է մեզ առաջնորդել։ Աստված չօգտագործեց այն գավազանը, որ Մովսեսի թագավորական ձեռքում էր, երբ նա ապրում էր Եգիպտոսում ու թագավորական ընտանիքի անդամ էր, բայց Աստված օգտագործեց պարզ ու սովորական հովվի գավազանը։ Աստված սիրում է օգտագործել այն, ինչ մեր ձեռքում է, մի բան, որ իրենից կարծես թե ոչինչ չի ներկայացնում, իր մեջ չունի ոչ մի կարևորություն։ Օրինակներ բերենք Աստվածաշնչից, երբ Աստված էլի օգտագործում է հասարակ բաներ, որ մարդկանց ձեռքում էին։ Աստված օգտագործեց այն, ինչ Սամեգարի ձեռքում էր, եզների խթանը։ Կարդանք Դատավորներ գրքի 3-րդ գլխի 31 խոսքը։ Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ, որ եզների խթանով փղշտացիներից 600 մարդ կոտորեց ու ազատեց Իսրայելին։ Աստված օգտագործեց այն, ինչ Դավթի ձեռքում էր, պարսատիկը, ռագատկան, այսպես ասած։ Կարդանք 1 Թագավորներ 17 գլխի 49 խոսքը։ Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու այդ հսկայի ճակատին, քարը խրվեց նրա ճակատի մեջ և նա երեսնիվայր ընկավ գետնին։ Աստված օգտագործեց Էշի ծնոտը, որ Սամսոնը իր ձեռքն առավ։ Կարդանք Դատավորներ 15-րդ գլխի 15 խոսքը։ Եվ Էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, ձեռքը մեկնեց, վերցրեց այն և նրանով 1000 մարդ սպանեց։ Աստված օգտագործեց 5 հացը և 2 ձուկը, որ մի փոքրիկ տղա ուներ իր ձեռքի զամբյուղում։ Կարդանք Հովհաննես ավետարանի 6-րդ գլխի 9-ից 13 խոսքը։ Այստեղ մի պատանի կա, որ 5 գարեհաց ունի և 2 ձուկ, բայց դա ինչ է այսքան մարդու համար։ Հիսուսն էլ ասաց. մարդկանց գետնին նստեցրեք, այնտեղ շատ խոտ կար, արդ նստեցին, շուրջ 5000 մարդ կար։ Սա տղամարդկանց մասին է խոսքը, այստեղ անգամ հաշված չի կանայք ու երեխաները։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին։ Նույն կերպով էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։ Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. ավելացած կտորները հավաքեք, որպեսզի ոչինչ չկորչի։ Հավաքեցին և ուտողներից ավելացած այն 5 գարեհացի կտորներից 12 կողով լցրեցին։ Աստված օգտագործում է այն, ինչ մենք ունենք, եթե մենք դա տալիս ենք Աստծուն, բայց հիշենք, որ այն, ինչ մենք ունենք, նախ Աստծո ստեղծածն է, Աստծո տվածն է, և ամեն արարված բան Աստծուն է պատկանում, ինչպես փառաբանելուց ասեցինք, ամեն բան ստեղծվել է Հիսուս Քրիստոսով և Հիսուս Քրիստոսի համար։ Մովսեսը պատասխանեց. գավազան, այսինքն ձեռքինս գավազան է։ Մովսեսի այդ գավազանը որոշ ժամանակ անց բաժանելու էր Կարմիր ծովը։ Մովսեսը այդ գավազանով մի օր հարվածելու էր մի քարե ժայռի ու ջուր էր ժայթքելու այդ ժայռից ծարավ ժողովրդի համար։ Մովսեսը իր այդ գավազանը բարձրացնելու էր, որ Իսրայելը հաղթի, ու քանի իր ձեռքերը այդ գավազանը
հավատքով բարձրացրած էր պահում, Իսրայելը հաղթում էր, ու երբ իջեցնում էր, Իսրայելը պարտվում էր։ Մովսեսի ձեռքի հովվական գավազանը կոչվելու էր Աստծո գավազան։ Կարդանք Ելից գիրք կամ Ելք գիրք 4 գլուխ 20-րդ խոսք։ Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։ Ելք 17 9-րդ խոսք։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդիկ ընտրիր ու դուրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ։ Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին, Աստծու գավազանը ձեռքիս»։ Աստծու գավազանն էր, որտեղ Մովսեսը այն դրեց Աստծո իշխանության տակ և Աստծո զորությունն էր հոսում, օգտագործելով Մովսեսի հավատքը։ Եվ զորությունը այդ փայտե գավազանի մեջ չէր, այլ Աստծո, ու երբ Մովսեսը սովորեց վստահել ու հավատալ Աստծուն, Աստծո զորությունը հոսեց Մովսեսի մեջ, Մովսեսի միջով և անգամ հասարակ փայտե գավազանի միջով, որ հավատացող ու Աստծուն վստահող Մովսեսի ձեռքում էր։ Հավատքը մեր վրա է իջեցնում Աստծո զորությունը ու օծությունը։ Տերն ասաց. «Գետին գցիր դա», այսինքն Աստված ասաց Մովսեսին քո փայտե գավազանը գետնին գցիր։ Մովսեսը գետնին գցեց գավազանը և այն օձ դարձավ։ Ուշադիր լինենք, Մովսեսի գավազանը ոչ միայն օձի նման դարձավ, այլև իսկական օձ ու սարսափելի օձ դարձավ, ու Մովսեսը վախեցավ ու նա փախավ դրանից։ Մովսեսը անապատում ապրող մարդ էր, բնականաբար նա տեսել էր օձ, ինչ-որ տեղ գուցե սովոր էր օձերի, ու նա ահա վախենում է ու փախնում է այս օձից, որովհետև այն իսկական էր։ Տերն ասաց Մովսեսին. «Երկարիր ձեռքդ և բռնիր պոչից»։ Ու որպեսի կասկած չմնա, որ սա իրական օձ էր դառել, ու Մովսեսի հավատը զարգանա և ուժեղանա, ու նաև Տերը ցույց տա, որ Մովսեսը վախենալու բան չունի օձից, թշնամուց, Տերն ասում է ձեռքդ երկարացրու ու բռնի օձի պոչից։ Երբ Աստված պատվիրեց Մովսեսին, որ բռնի փայտից օձ դարձած օձի պոչը, ու երբ Մովսեսը հնազանդվեց ու արեց, չնայած վախենում էր օձից ու փախել էր դրա առաջից, մենք տեսնում ենք Մովսեսի հավատքը, որով օձին բռնելու համար, որ բռնեց օձին, որովհետև օձին բռնելու համար օձի պոչը ամենավտանգավոր տեղն է, սակայն Մովսեսը հնազանդվեց, արեց ու անվնաս մնաց, և այդպես նրա հավատքը ավելի զորացավ, ավելիով սկսեց վստահել Աստծուն։ Նա երկարեց իր ձեռքը ու բռնեց, և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։ Այս փոքրիկ դեպքից Մովսեսը սովորեց վստահել Աստծուն և անել այն, ինչ Աստված ասում է, անգամ երբ դա քո սրտով չէ, կամ վախենում ես, կամ քեզ այդքան էլ հարմար չի։ Սա դաս է ամեն մեկիս համար։ Մեր հավատքը երբեք չի զարգանա, եթե Աստծուն վստահելու կարիք չլինի ու հավատքի ու վստահության քայլ չանենք մեր կյանքում։ Որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը։ Այս հրաշքը Մովսեսը պիտի աներ նաև Իսրայելի ավագների առաջ, որպեսզի նրանք հասկանային, որ Եսեմը, Յահվեն, իրենց նախահայրերի Աստվածը, ում նրանք գիտեին, որ նա է Մովսեսին ուղարկել, իրենց ուխտի Աստվածը, որ ուխտ էր արել իրենց հայրերի հետ, և որ այդ նույն Աստված իրենց չէր լքել, այլ Մովսեսին ուղարկում էր իրենց ազատելու համար։ Տերը դարձյալ ասաց Մովսեսին. «Հիմա ձեռքդ տար ծոցդ»։ Նա ձեռքը տարավ ծոցը, ապա դուրս հանեց այն, և ահա ձեռքը բորոտ դարձավ, ձյան պես։ Եվ ասաց. «Ձեռքդ դարձյալ ծոցդ տար»։ Նա ձեռքը դարձյալ տարավ ծոցը, ապա հանեց ծոցից, և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել։
Մովսեսի հավատը զարգացնելու համար և նրա առաքելությունը հաստատելու համար Աստված տալիս է Մովսեսին ևս երկու այլ նշաններ։ Երկրորդը դա Մովսեսի ձեռքն էր, այն բորոտանում է ու նորից բժշկվում, ինչպես արդեն կարդացինք։ Նախ հասկանանք, որ բորոտություն բառը եբրայերենում ներառում էր մի շարք տարբեր հիվանդություններ, ինչպես մեր քաղցկեղ բառը այժմ։ Հիմա անդրադառնանք Աստծո տված նշաններին։ Առաջին երկու նշաններից յուրաքանչյուրը կապված էին կերպարանափոխության հետ, ինչ որ լավ, օգտակար կամ անգամ չեզոք բան վերածվեց չար բանի։ Առաջին դեպքում փայտե գավազանը վերածվեց օձի և երկրորդ դեպքում ձեռքը բորոտացավ, և նշանակալից է, որ դրանք հետո կրկին կերպարանափոխվեցին։ Մեկնաբաններն ասում են, որ առաջին երկու նշանները շատ կարևոր ուղերձ էին տալիս Մովսեսին ու նաև մեզ։ Առաջինում ասվում էր. «Մովսես, եթե հնազանդվես ինձ, քո թշնամիներին ես անուշ, անկարող կդարձնեմ քո դեմ»։ Երկրորդ նշանի միջոցով Տերն ասում էր. «Մովսես, եթե հնազանդվես ինձ, քո աղտոտվածությունը կարող է մաքրվել»։ Նույնը մեզ է վերաբերվում։ Եթե հնազանդվում ենք Աստծուն, ընդունում ենք Քրիստոսին, նա մեր թշնամիների դեմ ինքն է պատերազմում։ Եվ մեր աղտոտվածությունը, մեր մեղքը Քրիստոսի արյունով լվացվում է։ Այս բոլոր ոլորտներում կասկածները խանգարել էին Մովսեսին, և նախքան այդ նշանները որևէ մեկի սրտի հետ կխոսեին, նախ խոսեցին Մովսեսի հետ։ Սա Աստծո բոլոր առաջնորդների համար նույն օրինաչափությունն է։ Իսկ որպես քրիստոնյա, ամեն մեկս էլ որոշ չափով առաջնորդ ենք։ Այնտեղ, որտեղ որ մենք կանք, լինի մեր գործի տեղը, որպես քրիստոնյա է խոսքը, լինի մեր ընտանիքում, լինի մեր ընկերների շրջապատում։ Մենք ինքներս պիտի ազատվենք հավատքով մեր վախերից ու մաքրվենք մեր մեղքերից Քրիստոսով, որ կարողանանք մյուսներին առաջնորդել։ Քրիստոսն ասում է. նախ աչքիդ գերանի հարցը լուծի, հետո բարեկամիդ, ընկերոջդ աչքի փայտին նայի։ Եվ այստեղ նաև մեկ այլ կարևոր բան ենք սովորում՝ հավատք, վստահություն առ Աստված, բայց այդ ամենը ոչինչ է, եթե չենք հնազանդվում ու անում այն, ինչ Աստված է ասում։ Հնազանդությունն է Աստծո հանդեպ, որ ճեղքում է բերում։ Եվ հիմա Աստված երրորդ նշանն է տալիս Մովսեսին. եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշաններին, ապա կհավատան մյուս նշանին։ Իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան ու քեզ էլ չլսեն, գետից ջուր վերցրու ու թափիր գետին, և գետից քո վերցրած այդ ջուրը գետնի վրա արյուն կդառնա։ Երրորդ նշանը պարզապես դատաստանի նշան էր։ Բարի, մաքուր ջրերը Աստծո գործով դարձան կեղտոտ և արյունոտ, և դրանք այլևս չվերականգնվեցին։ Եթե նախկինում օձը նորից գավազան դարձավ, բորոտացած ձեռքը վերականգնվեց, այս դեպքում չի վերականգնվում։ Սա ցույց տվեց, որ եթե փոխակերպման հրաշքները չդարձնեին մարդկանց սրտերը դեպի Աստծուն, ապա գուցե դատաստանի նշանը կդարձներ։ Երբ Աստված ասաց. իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան և քո ձայնին էլ ականջ չդնեն, դա ցույց է տալիս, որ դատաստանի նշանը տրվելու էր միայն այն ժամանակ, երբ անհավատությունը, անհնազանդությունը շարունակում էր մնալ մարդկանց մեջ, չնայած կատարված փոխակերպման հրաշքներին, որ կատարվելու էր նրանց աչքերի առջև։ Ու այս ամենից հետո Մովսեսը ևս մեկ այլ պատճառ է բերում, թե ինչու չի կարող անել Աստծո ասածը, այդ մասին վաղը։ Իսկ այսօրվա ընթացքում դու մտածիր, որքան բայց ես ասում, երբ Աստծո խոսք են քեզ քարոզում, որքան ես հակառակվում, որքան ես փորձում քո հասկացածով հակառակվել։ Շարունակաբար Մովսեսի պես ասել բայց, բավոր, հլը լսի, ինչ ես մտածում, ինչ ես խոսում,
կզարմանաս քո մտածածից։ Այսքանը այսօր։